Հիմա նույն keyword research-ը այստեղ են գրում։ Մեկ է գրեք Արմենիա tour, հենց թե մարդը tour է ընտրում Հայաստան։ Եվ նայում ենք հիմա ինչ է ցույց տալի մեզ։ Հիմա նայեք այստեղի հնարավորությունները ինչքան շատ ավել են, բայց էլի բանալի բառերը, volume 260 ամենակիչը, նշանակում է բանալի բառ է, նայեք, ամբողջը երևում է, այս բոլոր բառերը ինքը բերել է բոլոր top կայքերից, որոնք զբաղվում են туриզմով Հայաստանում, նայեք, և դուք կարող եք այստեղ download անել, որպես PDF, որ պահպանել ես բանալի բառերը, նայեք, դա սովորաբար մեկ էջ չէ, սովորաբար, այո, 50 բառ բերում է հոսը, նայեք, այստեղ է բոլորը, այսքան կա, հիմա ես վերադառնամ եմ մյուս էջին, այստեղ, հիմա նայեք, հենց առաջի բառը, որ բանալի բառ էր, volume-ը օգտագործումն է, արդյունքը, այն Google Trend-ի որոնման աղբյուրն են որոնել, ուրեմն եթե նայեք ուշադիր, ըստ օգտագործման, ըստ այսպես իջնում է, ու շատ հետաքրքիր տարբեր բանալի բառեր է ինքը գտնում, ու միշտ արդյունքներ է տալիս այս բանալի բառերի օգտագործումը, նույնիսկ տալիս է, թե երովի օգտագործվում է, ինչ կլիկ, նայեք այստեղ։ Competition-ը մրցակցություն է այս բառի, սա էլ արդյունքն է, սա գլխավոր բանալի բառերն է, սա էլ բանալի բառերն է, որոնք կապնված են դրա հետ։ Եվ կուզեմ մի հատ էլ, քանի որ հոսում ենք, մի հատ էլ խոսեմ, ես անցյալ անգամ ներկայացրեցի blog topic generator-ը, վերնագրերի վերաբերյալ, այն վերնագրերը, որոնք ձգում են կայք, երբ որ դուք ստեղծում եք blog post, կապ չունի ինչի մասին է, որ ոլորտում է, նայեք այստեղ է, հիմա երևի մի հատ միասին անենք, կա ինչ-որ մեկը, որ առաջարկում է ուրիշ ոլորտ, որ մենք միասին աշխատենք այստեղ, ուզեք? Ես առաջարկեմ։ Այո։ Բարև ձեզ, ես Մելլեն եմ։ Ես առաջարկում եմ training-ային ոլորտը վերցնենք։ Ոնց? Training-ների ոլորտը։ Ընդհանրապես training-ը, բայց ինչ ոլորտում training, էդի շատ կարևոր։ Մարքեթինգ եւ բիզնես։ Մարքեթինգ and business, շատ լավ, այսինքն online մարքեթինգը, ճիշտ եմ հասկացել։ Շատ լավ։ Մի անգամից նայեք, առաջի մենք պիտի այստեղ ճիշտ ձևակերպենք, որ ճիշտ տեսնենք մեր հաճախորդներին եւ ճիշտ վերնագրեր գա։ Ասում է enter a keyword relevant to your website to get content ideas։ Հենց առաջինը ձեր ասածը online marketing-ն է մեզ հետաքրքրում ենք։ Գրեցինք։ Մյուսը։ Չէ, այնքան ոնց որ եթե ես ճիշտ հասկացա Մելինեին, ոչ թե online marketing-ը, այլ marketing training-ը օրինակ, հա, ճիշտ եմ հասկացա։ Բայց հենց դա է, ես ճիշտ։ Այո, հենց training-ը, հա։ Բայց նայեք, մեզնից ուզում է բառ, որպեսզի to get content ideas։ Հիմա դրա համար այդ բառը, այդ ոլորտի հետ կապնված կլինի online marketing-ը։ Այդպես եմ կարծում։ Relevant to your website։ Այսինքն եթե մարքեթինգը ոնց պիտի ճիշտ աշխատի, երևի դե եթե կայքային է online պիտի լինի։ Հիմա բառերը լրացնելուց ես կբացատրեմ։ Նայեք մյուսը։ Ասում է desired outcome։ Ինչ եք դուք սպասում։ Եկեք միասին քննարկենք։ Ինչ ենք մենք սպասում, որ մեր audience-ը մեր search for, ինչ են փնտրում մեր customer-ները։ Այս պահին կարանք օրինակի համար վերցնենք SMM դասընթաց, օրինակ։ Ահա, կա ուրեմն more, շատ կուզենանք, չէ, որ դա լինի։ Գրենք ուրեմն more trainings, հա, more trainings։ More trainings, դեր գրեցինք մի րոպե։ Ես կարծում եմ ավելի շատ ամենայն հավանականությամբ free SMM trainings, այսինքն անվճար առաջին շատ ավելի լավ։ Ուրեմն գրենք դա հավանաբար կլինի առաջին հարցը, որ կտան, այսինքն անվճար SMM training-ներ։ Մելինե, ճիշտ եմ հասկանում։ Հա, բայց դա կապ ունի, որ վճարովի է լինելու, թե ոչ։ Մենք կարող ենք
desired outcome-ը կայքի համար լինի ավելի շատ training գնողներ ամենայն հավանականությամբ կամ ավելի շատ այցելուներ, որոնք որ հետաքրքրված են այդ training-ով։ Դա թերևս ավելի ճիշտ outcome կլինի, քան թե ճիշտ եմ հասկանում։ Այո։ Դուք կայքում training-ներ եք վաճառում, թե ուղղակի բերում եք, որ գրանցվեն, նայած ձեր կայքում ինչ է։ Հա, բարձր։ Դուք ինքներդ ինչ եք սպասում, որ տեղի ունենա, երբ դուք նյութ եք տեղադրում ձեր training-ի մասին, որ ավելի շատ մարդ տեսնի, թե ավելի շատ մարդ գնի։ Ես ասում եմ, խնդիրը, որը դուք սովորաբար ունենում եք ձեր հաճախորդի հետ։ Ուրեմն ինչ խնդիր մենք ունենում, որ հաճախորդ չունենք, training չունենք։ Այստեղ նայեք օրինակը տված է, օրինակ low rankings, այսինքն ցածր ranking-ը նկատի ունի position-ները, այո, վարկանիշ։ Վարկանիշը ըստ որի էլ Google-ը դասավորում է առաջին էջի վրա, այո, հիմա մեր խնդիրը վարկանիշ ունեցողը ամենավերևում է հայտնվում, առաջին։ Ինձ թվում է մեր մոտ էլ նույնը կլինի։ Այսինքն մեր խնդիրը դա է, քանի որ մենք ցածր ranking ունենք, այդքան լավ դիրք չունենք, մեզ չեն գտնում որպես լավ training, marketing training-ի դասընթաց։ Հիմա մյուսը, the name of our industry, հիմա որն է մեր industry-ն, եթե մենք ուզում ենք ունենալ marketing դասընթացներ, հենց կարող ենք գրել marketing առաջարկեք, եկեք բոլորս միասին, որ ճիշտ գործիքը լրացնենք։ Տարբեր Աննան բաներ։ Եթե marketing-ը միգուցե հենց marketing trainings կամ եթե ուրիշ բացի մարքեթինգից ուրիշ տրեյնինգ էլ կա, Դե հենց դա։ Ուղղակի տրեյնինգա, թե մարքեթինգի տրեյնինգա։ Կարող է լինել education, կարող է լինել business education, կարող է լինել։ Ավելի ինձ թվում է global դնենք։ Education երևի ավելի շատ։ Կամ skill կարանք դնենք, իսկ skill կարանք դնենք հմտություն, որ իրանք ձեռքը բերեն։ Մեր ոլորտի անունը պետք է դնենք։ Հասկանում եք, ավելի global է։ Մեր ոլորտը ինչ ոլորտ է, որ մենք ուզում ենք դասընթացները մեր մոտ լինեն, շատ լավ լինեն, մեր ոլորտը ինչ է։ Ամեն դեպքում marketing training չի մեր, կամ ինձ թվում է ավելի ճիշտ լինի դա դնենք։ Եթե ես լինեմ կայքի տերը եւ մտադրություն ունենամ փոփոխել հետո, ես ավելի global կդնեմ, եթե ասենք միայն պարտադիր չի միայն marketing, education կամ training ուղղակի ավելի ճիշտ։ Ուղղակի դե training դնենք։ Երևի բայց ավելի ճիշտ է training, որովհետեւ education-ը Հա, education-ը broad է ստացվում։ Ավելի բակալավր, այդ արդեն եկավ իմ ոլորտ։ Հա, մենք կխառնենք, որովհետև եթե մենք սա սխալ ծրագրավորենք, մեր վերնագրերը սխալ կտա։ Շատ ճիշտ է այստեղ հոսում ճիշտ ձևակերպել ձեր խնդիրը։ Ճիշտ ձևակերպեցիք այս բանալի բառերը այս ընթացը։ Ինքը ճիշտ բանալի բառ որպես վերնագիր ձեզ կտա։ Ահա, եւ հիմա մեր վերջի կետը մեր audience-ը Օրինակ ստեղ գրած է, ստեղ example կա SEO beginners, դե էսի ինչ որ օրինակ է, հիմա ով է մեր այդ թիրախ, հա, audience-ը, ում դնենք։ Եթե կարող վերցնենք ուսանողներ կամ թինեյջերներ։ Շատ քիչ կլինի, դուք ուզում եք marketing training-ը մենակ ուսանողները, չէ։ Ասենք մարքեթինգի ոլորտի ուսանողներ, էլի։ Ձեր բացող կա այստեղ կարող է ուսանող չի։ Դուք կկորցնենք հաճախորդ։ Մենք ընդհանուր գլոբալ պիտի նշենք։ Ում համար է մեր վերնագիրը, մեր բանալի բառը, որ ով նայի եւ ձգի գա կայք։ Ովքեր հետաքրքիր տարիքային բան կարելի է դնել թե պարտադիր ինչ որ ցանկալի չի դնել տարիքային։ Դուք չեք կարող իմանալ ով կգա այդ դասը։ Ում համար է այս ամենը, այդ մարքեթինգ տրեյնինգ ում համար է։ Երևի ով նոր է սկսում, կամ ով ուզում է ինչ-որ արդյունքի հասնի, հա, ուրեմն who are interested կարանք դնենք կամ training beginners։ Այստեղ եթե մենք ասում ենք, որ target audience-ը պիտի որոշենք, այսինքն մեր
թիրախային սեգմենտը պիտի որոշենք, որոշ չափով երևի արդեն պիտի գաղափար ունենանք, թե որ սեգմենտից է մեր ամենամեծ գումարը գալիս, ովքեր են ավելի մեր էնտուզիաստները։ Իսկ դա պարզապես նշանակում է, որ մենք մեր բիզնեսը սահմանելիս գիտենք, թե ինչ խնդիր ենք լուծում շուկայում եւ ովքեր ունեն այդ խնդիրը։ Այստեղ ամենայն հավանականությամբ ճիշտ կլինի նշենք այս գործիքի մեջ դա, որպեսզի այն առաջարկները բանալի բառերի մասին ստանում ենք ավելի շատ համապատասխանության մեջ լինի այն բանի հետ, ինչը որ մենք մեր կայքից պահանջում ենք։ Այսինքն, եթե հետ վերադառնանք ամենասկզբում, կայքի վրա ինչ պահանջ ենք դնում, ուզում ենք, որ մեր համար ինչ կատարի, որտեղ կայքն էլ մեր աշխատողի նման բան է, եթե աշխատողը մեկին վերցրել ենք, բայց գործը չգիտենք ինչ գործ պիտի իրան հանձնարարենք, սովորաբար վերջանում նրանով, որ այդ մարդուց ազատվում ենք, մի հատ էլ ասում ենք ամբողջ օրը ոչինչ չէր անում։ Դրա համար, որպեսզի այդ նմանատիպ սիտուացիա տեղի չունենա, մենք պիտի կայքին էլ դնենք նույն պահանջները, ինչ որ մեր աշխատակազմին, այսինքն վարձում ենք որոշակի գործի համար, կայքը սարքում ենք որոշակի գործի համար։ Հիմա դա կապելով թիրախային լսարանի հետ, այդ երկուսը պիտի շատ իրար հետ համապատասխանության մեջ լինեն։ Ինչու ենք ստեղծել կայքը եւ ում ինչ խնդիր է դա բավարարելու։ Նոնա ջան, կարող եմ ես շարունակել, ես միացա, հա, Zoom-ի խնդիրները լուծվեց։ Ուրեմն, ինչ կուզեմ ավելացնեմ, երբ որ դուք լրացնում եք այս բոլոր բանալի բառերը այս գործիքի մեջ, ես ձեզ խնդրեցի ավելի գլոբալ։ Տվտիրում ես։ Սահմանափակում մի դրեք։ Հա, ոնց որ։ Ահա։ Okay, նորմալ է հիմա։ Ահա։ Հա, շատ։ Ուրեմն, սահմանափակումներ մի դրեք, դուք չգիտեք ձեր հաճախորդին, ես լսեցի, որ հարց հնչեց, տարիք դնենք, երկիր դնենք եւ այլը, որոշ պահերում ճիշտ է դնել, ես կարամ դնեմ on-line marketing Armenia, ես կարող եմ դնել, բայց հնարավոր է, որ ես այդպես հաճախորդ կորցնեմ, ուրեմն ճիշտ է սկզբից գլոբալ ստուգել առաջին հերթը, հետո մյուսը արդեն ավելի սահմանափակումներով եւ տեսնել որն ավելի լավ գործում։ Հիմա ես արդեն generate եմ անում, որ տեսնեմ ինչ վերնագրեր է առաջարկելու մեզ այս հոսի գործիքը։ Ես մի հատ դիտողություն անեմ, էլի սրա վերաբերյալ։ Այս գործիքին դուք նայեք որպես ձեր օգնական, որը ձեզ կօգնի հղկել, հասկանալ, եթե ձեր թեման հետևյալն է, ընդհանրապես մարդիկ ինչ են օգտագործում այս թեմայով, ինչը ճիշտ կլինի, որ դուք դիտարկեք որպես ձեր բանալի բառեր։ Այսինքն, այստեղ ձեզ ավելի շատ օգնություն է առաջարկվում մի մեծ ցուցակ կազմել բանալի բառերի, որոնք օգտակար կլինեն ձեր կայքում։ Ճիշտ եմ բացատրում գաղափարը։ Այսինքն, այնքան ոչ թե փորձենք նեղացնենք, այլ հասկանանք աշխարհում նմանատիպ բիզնեսները ինչպիսի բանալի բառեր են օգտագործում, որպեսզի ինքը մեզ օգնություն ծառայի մերը հղկելու համար։ Այստեղից ինձնից post-ը ուզեց, որ ստուգի տեսնի իրոք ես եմ, դա նորմալ է այս գործիքի համար, հաճախ է լինում, իմացեք, ու հետո ինքը նոր միայն կտա ինձ այդ տեղեկությունը։ Նորից վերադարձա, ինքը ստուգեց եւ նայեք suggested headline ideas։ Նայեք ինչ հետաքրքիր, ինքը ինձ տվեց վերնագրեր։ Եկեք մի հատ նայեք, ով էր առաջարկել այս բիզնեսը, մի հատ նայեք։ Advantage to hiring the best online marketing։ Նայեք, online marketing 5 killer ways to more free trainings։ Բոլոր վերնագրերը յուրահատուկ են։ Գործիքը ընտրել է գլոբալ, ըստ Google-ի որոնման, որ վերնագրերը մեզ կօգնեն բերել շատ հաճախորդ։ Ու ես կուզենամ նայեք եւ ինչ կարևոր բառեր միշտ կա, բանալի բառեր կայքը դարձնելու top։ Նայեք, most important, top բառը, արտադիր, ways բառը, այսրա վրա եմ ուզում ուշադրություն դարձնել։ Skill-ը, որը հնչեց, skill-ը ինքը top բառը հաճախորդի համար, guide բառը, նայեք ամեն վերնագրի մեջ top keyword կա։ Եվ մյուսը 5 killer ways, այս killer բառը վերջերս շատ popular է, հետո plan բառը, plan-ը պարտադիր, benefits բառը, այստեղ էլ երկու top բառ կա, best-ը եւ advantage։ Այսինքն ամեն վերնագիրը օգտագործել է մի հատ գլխավոր բառ, որը պետք է ձևակերպի
un թեման, որը բերի հաճախ